Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 17։ Ողորմությամբ և ճշմարտությամբ կքավվի անօրենությունը և Տիրոջ վախովը մարդ կհեռանա չարիցը։ Առակաց 16-րդ գլուխ 6-րդ խոսք։ Տիրոջ վախը բխում է նաև Աստծո սիրո և ողորմած բարության զգացումից, որը նա ունի հոգու հանդեպ։ Որտեղ չկա որևէ զգացում կամ հույս Աստծո քաղցր բարության և ողորմության Հիսուս Քրիստոսի միջոցով, այնտեղ չի կարող լինել այսպիսի երկյուղ, այլ միայն բարկություն և հուսահատություն, որոնք ծնում են այնպիսի վախ, որը կամ սատանայական է, կամ էլ անաստված վախ, որի ծանրությունից փախչում են Աստծուց։ Ուստի Տիրոջ երկյուղը հոսում է Աստծուց եկող ողորմության զգացումից կամ հույսից Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեր, եթե դու անօրենությունները համարես, ո՞վ կկենա, Տեր, որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզանից վախենան։ Սաղմոս 130-րդ գլուխ 3-ից 4 խոսքեր։ Քեզ մոտ է թողությունը։ Այս է այն, ինչի զգացումն ունի հոգին և որի վրա հույս դնելով երկյուղում է Աստծուց։ Արդարև ոչինչ չի կարող ավելի զորեղ պարտավորություն դնել սրտի վրա Աստծուց երկյուղելու համար, քան ողորմության զգացումը կամ նրա վրա ունեցած հույսը։ Սա է ծնում սրտի ճշմարիտ քնքշությունը, հոգու ճշմարիտ աստվածավախ փափկությունը։ Սա է, որ ճշմարտապես կապում և սիրելի է դարձնում Աստծուն։ Եվ այս ճշմարիտ քնքշության, փափկության և Աստծո հանդեպ սիրալիր կապվածության մեջ է գտնվում Տիրոջ երկյուղի բուն էությունը, ինչպես որ կհայտնվի այս երկյուղի պտուղներից, որոնց մասին մենք կխոսենք ավելի ուշ։ Տիրոջ այս երկյուղը հոսում է այն ճիշտ դիտարկումից, որ ունենում են մարդիկ Աստծո դատաստանի հանդեպ, որոնք պիտի կատարվեն աշխարհում և պիտի սկսեն Աստծո տնից։ Եվ Աստծո սեփական ժողովուրդը, մտորելով դատաստանի այս ահ ու սարսուռի մասին, լցվում է այնպիսի գիտակցությամբ, որը ծնունդ է տալիս այս աստվածավախ երկյուղին։